Ամեն ընտրությունից հետո Նիկոլ Փաշինյանի հրահանգով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրավական ճնշումներ են գործադրվում։ Արմլուր լրատվականն առանձնացրել է հետևյալ փաստերը։ 2020 թվականի հունիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը պետք է պատասխան տա։ 2020 թվականի հունիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններն իրականացվեց Ծառուկյանի տանը եւ նրան առնչվող մի շարք հասցեներում։ Ճիշտ այսօրվա նման ուժայինները զինված դիմակներով մտան Գագիկ Ծառուկյանի տուն եւ օբյեկտներ։ Արդեն 2020 թվականի հունիսի 16-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը միայն ՔՊԱ-ականների քվեարկությամբ զրկեց Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ թույլ տվեց քրեական հետապնդումը։ Այս գործի քննությունը տևեց գրեթե 6 տարի։ Ընտրակաշառքի գործով, որի պատճառով իրականացվել էին խուզարկություններ, դիմակավորված շոու, անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդումն ավարտվեց Փաշինյանի համար անցանկալի սցենարով։ Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ 2026 թվականի մարտի 11-ին հակակոռուպցիոն դատարանը Գագիկ Ծառուկյանին արդարացրեց։ Այս տարվա մայիսի 12-ին Փաշինյանը հայտարարեց. Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկար է, ես քեզ ասում եմ, լակոտիկ, Բելարուսից վզից բռնած բերելու եք եւ բերելու եք դրել պատասխանատվություն։ Այնուհետև 2026 թվականի հունիսի 5-ի ընտրություններից 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. ԲՀԿ ղեկավարը, որ ամբիոններից ասում էր, որ սով է լինելու, իրանց դեպքում չեմ բացառում, որ սովի սպառնալիք կա։ Հայաստանի Հանրապետության դեպքում նման սպառնալիք չկա։ Այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրանց նեղ մերձավոր շրջապատը չեմ բացառում, որ սովի սպառնալիքի առաջ կանգնեն։ Ես նախկինում էլ բան եմ արել, ահազանգել եմ նրանց բոմժը դառնալու վերահաս վտանգի մասին։ Մեջբերում եմ, գլխավոր դատախազությունը ԲՀԿ ղեկավարից պահանջում է բռնագանձել ավելի քան 300 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք։ Այդ ամենը օր առաջ պետք է վերադարձվի ժողովրդին։ Ծառուկյանը եւ նրա սանձարձակ որդին պետք է ենթարկվեն պատասխանատվության իրենց հանցագործությունների համար։ Այս հայտարարությունից հետո Փաշինյանը ամեն հարմար առիթով կրկնել է, որ պետք է Ծառուկյանը նստի։ Ահա, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն գործի է անցել Ծառուկյանի նկատմամբ տարբեր մեղադրանքներ են առաջադրվել, որի մասին պաշտոնական աղբյուրները մինչ այս պահը գաղտնի են պահում։ Արմլուր լրատվականը իրավապահ կառույցների իր աղբյուրներից պարզել էր, որ հոդվածները մի քանիսն են՝ փողերի լվացում, հարկերի խուսափում, խարդախություն։ Այսպիսով, եթե ամփոփելու լինենք, պետք է արձանագրել, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո իրավապահները նորից իրականացրեցին խուզարկություններ եւ նախաձեռնեցին նոր քրեական վարույթ նույն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Սա նշանակում է, որ ամեն ընտրությունից առաջ եւ հետո Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրավական ճնշումներ են գործադրվում, շոու է բեմադրվում։ Նույնը եղավ 2021 թվականի ընտրություններից առաջ եւ այսօր 2026 թվականի ընտրություններից հետո նրան արգելելու զբաղվել քաղաքականությամբ։